տիրապետում։ Այն տարածել, որ իբրև թե այլ երկրի քաղաքացիություն Այլ երկրի քաղաքացիության վերաբերյալ այնպիսի տվյալներ են հասանելի նաև քննչական մարմնին, որ իմ կարծիքով, եթե դուք դիմեք քննչական կոմիտեին եւ իրենք ունենան բավարար ազնվությունը, իրենց նաև հենց պարտականությունների տեսանկյունից պետք է հայտնեն, որ նշված վարույթը կարճվել է։ Այլ տարբերակ ուղղակի չունեն։ Երկու քրեական վարույթ կար, պարոն Վարդանյան, նախաքննությունը շարունակվել, մեկը կարծեմ բանակից ազատվել հետ էր կապված, մեկը էլ հետախուզական ազնագիր։ Երկուսն էլ պետք է կարճվեն, այսինքն այստեղ այլ տարբերակ իրավական չկա, բայց հիմա ի վերջո ինչ են ցանկանում դատախազությունը, որ ԿԸՀ-ն այսօր անի, եւ երևի թե ինչ որ ստվերային չի բացառվում նաև որոշակի վարժություններ պետք է տեղի ունեցած լինեն, ամեն ինչ էլ հնարավոր է, բայց մի բան հստակ է, նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովը նույն կազմով կհիշեք, վերադարձրել էր դատախազության միջնորդությունը։ Դատախազությունը փաստորեն նորից է այն ներկայացրել եւ ոչ թե ներկայացրել է այսօր, կարծես տվյալը դրա վերաբերյալ պետք է ավելի վաղ տեղի ունեցած լինի։ Ինչևէ, մանդատ վերցնելու հետ կապված թեման փոխենք մանդատի, նախորդ անգամ դուք հրաժարվեցիք մանդատ վերցնել, պատճառաբանություններ ներկայացրեցիք, այս անգամ հայտարարություն չեք տվել, առավոտյան Գոհար Մելոյանն էր տվել, այսինքն դուք պատրաստում եք վերցնել։ Ինքնաբացակների ներկայացման վերջնաժամկետը հանդիսանում էր հուլիսի 20-ը ժամը 18:00։ Բոլոր մեր այն գործընկերները, որոնք նման դիմում ներկայացրել են, ովքեր մինչ այդ ժամկետի ավարտը չեն ներկայացրել, ըստ դրա չեն ներկայացրել։ Ես այստեղ պարոն Մակարյան, դուք նոր մոտեցաք, ես այստեղ կարծում եմ նաև թե Տիկին Մելոյանը, թե նաև իմ վերաբերյալ հարցադրումը, որը ներկայացրեցիք, անկեղծորեն եմ ասում, եթե նժարի վրա դնում ենք այն հարցերի, որոնք հենց այս պայդրությամբ առկա են, ես համարում եմ, որ դրան նույնիսկ այս փուլում անհրաժեշտ չի անդրադարձ կատարելու։ Մենք հիմա խոսում ենք։ Ես կարող եմ հետևյալը ասել, պաշտպանական թիմը կամրապնդվի, թե ոչ, նշված հարցերը անկեղծորեն եմ ասում, այն պայդրությամբ, երբ մենք հիմա խոսում ենք, ու ստացվում է Հայաստանի Հանրապետությունում կարող է տեղի ունենալ իրավիճակ, որ դատախազությունը տեղեկացված լինելով, որ 2026 թվականի հուլիսի 21-ին ժամը 15:00-ին տեղի է ունենալու նիստ, որտեղ Դավիթ Ղազինյանի օրինակ պատգամավորի կարգավիճակը այլևս հստակ է լինելու եւ պարզապես իրենց պարտականությունը կատարելուց խուսափելու համար նման ռեկորդային արագությամբ գործը ուղարկել դատարան, սա իսկապես մենք խոսում ենք այնպիսի խախտման մասին, որ ես ուզում եմ դրա մասին հատկապես շեշտադրել։ Ավելին, Դավիթ Ղազինյանը 15:00-ից հետո պետք է լինի ազատության մեջ, բայց մենք ունենում ենք մի իրավիճակ, որ ստացվում է այն պաշտոնյան, որը դա պետք է ապահովի, գոյություն չունի։ Եվ սա հատուկ մշակված ծրագրային գործողություն է եղել։ Ես հասկանում եմ, որ կարող է այսօր ձեզ սկսեն հրամցնել հետևյալ մեկնաբանությունը, թե Նարեկ Կարապետյանի գործով, թե օրինակ Դավիթ Ղազինյանի կարգավիճակի վերաբերյալ, որ գիտեք, պատգամավորի կարգավիճակը ստացել են, բայց դեռևս լիազորությունները չեն ստանձնել, որտեղ լիազորությունների ստանձնման օրը օգոստոսի 2-ն է։ Հարգելիներս, նշված հարցը սպառված է 2021 թվականի դեկտեմբերի Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ, որը իդեպ ներկայացվել էր ազգային ժողովի պատգամավորների 1/5-ի կողմից, ներկայացուցիչը հանդիսացել եմ ես։ Սահմանադրական դատարանը իր որոշմամբ օգտագործում է պատգամավորի կարգավիճակ ձեռք բերել եզրույթը, ոչ թե լիազորությունների ստանձնում, այլ կարգավիճակ։ Կարգավիճակ տալիս է այս մարմինը։ Լիազորությունների ստանձնումը տեղի ունենում ազգային ժողովում։ Քննչական կոմիտեն հենց այսօր է նախաքննության շատ բարի։ Նախաքննության ավարտը Դավիթ Ղազինյանի գործով հայտարարվել է 2026 թվականի հուլիսի 20-ին ժամը 17:00-ի սահմաններում։ Գործը կարծես բաղկացած է 7-8 հատորից։ Մենք խնդրել էինք, որ մեզ տրամադրեին ժամկետ, խնդրում եմ ուշադրություն դարձնել, մինչև 2026 թվականի հուլիսի 21-ի 17:00-ն։ Այսինքն մենք մեր ակնկալած ժամկետը երևի թե որևէ մեկը չի կարող չէ ասել, որ երկար ժամկետ ենք ուզել։ Կարծում եմ որևէ մի մասնագետ նման դիրքորոշում չի հայտնի։ Քննիչը այն համարել է ակնհայտ անհիմն միջնորդություն, որոշել է մեզ ժամկետ տրամադրել մինչև 11:00-ն, այնուհետև 11:01 ենթադրում եմ, որովհետև 10:30 մենք ներկայացրել ենք միջնորդություն, որոնակ առերեսում կատարեք, հարցաքննեք Դավիթ Ղազինյանին, քննիչը այն թողել է առանց քննության, գիտեք ինչ պատճառաբանությամբ, որ արդեն մեղադրական եզրակացությունը ուղարկել է դատախազին։ Այսինքն սենց արագություն, հարգելիներս, ես իդեպ ասեմ նաև, որ աշխատանքային կարգով երեք փորձել եմ նաև կապ հաստատել հսկողություն իրականացնող դատախազի հետ։
Հսկողություն իրականացնող դատախազի հետ աշխատանքային ձևաչափով կապ հաստատելը ողջամիտ երևույթ է, քանի որ դատախազի նույնիսկ համարը համապատասխան դատավարական որոշումներում գրվում է։ Պատկերացրեք, ես այդ համարին Արթուր Դանիելյան, ես փորձեցի կապ հաստատել այդ հեռախոսահամարով, պատասխանեց մի կին, խնդրեցի, որ փոխանցեն հեռախոսը դատախազ Դանիելյանին, որ խոսենք Ղազինյան Դավիթի խափաման միջոցի հետ կապված հարցի շուրջ, որովհետև պատգամավորի կարգավիճակ է ստանում եւ այլն, ստացա պատասխան, որ նման դժվարություն կա, պայմանավորված այն հանգամանքով, որ ես զանգահարել եմ Կոնվերսբանկի հաշվապահություն։ Գիտեք, դատավարական ակտերում, երբ նշվում է հսկողություն իրականացնող դատախազի հեռախոսահամարը եւ նման վերաբերմունք է տեղի ունենում, սա իսկապես միգուցե նաեւ դա էլ էր պայմանավորված նրանով, որ ինչքան հնարավոր է արագ, այո, համարն նշել դատախազի հաշվապահության։ Կարող է ձեր հաշվապահ աշխատում այնտեղ։ Հիմա ես ներողություն եմ խնդրում Կոնվերսբանկի հաշվապահությունից, որ նման ահազանգ է ներկայացրել իրենց։ Հնարավոր է, որ այս գործընթացների արդյունքում չկան Նարեկ Կարապետյանի ընդհանրապես մտերլական ժողով կամ փորձեն Դուք ձեր հարցադրմամբ շատ ճիշտ հանգամանք եք վկայակոչում այնքանով, որ գտնում եմ, որ սա ոչ միայն քաղաքական հետապնդման, իրավունքի նկատմամբ ծաղրի, քաղաքական թատրոնի, ինչ որ հերթական վրեժխնդրության, չգիտեմ, նման կատեգորիաների տիրույթում, բայց նաև ազգային ժողովում ուժեղ Հայաստանի գործունեության խաթարմանն է ուղղված, այդ թվում հենց Նարեկ Կարապետյանի անձով պայմանավորված։ Այստեղ իրավաբանություն տեսնել ողջամտորեն հնարավոր չէ։ Չկա ընդհանրապես, բայց Նարեկ Կարապետյանի դիրքորոշումն էլ նաև ուզում եմ հատուկ էլի ընդգծել, որ ինքը ուներ անհամաձայնություն, որ մենք այստեղ միջնորդենք, որ ժամկետ տրամադրվի, ծանոթանանք նյութերին, Բայց հիմա միշտ դա Նարեկ Կարապետյանի Մտածում այս մասին։ Կարծում եմ առիթը կլինի հենց ինքը կներկայացնի, առնվազն կարելի ասել կրկին։ Բայց համաձայնել եք Նարեկ Կարապետյանի, չեք ներկայացնելու, ժամկետ չեք ուզելու։ Առնվազն ես Նարեկ Կարապետյանի դիրքորոշման հետ ունեմ անհամաձայնություն, բայց Նարեկ Կարապետյանի դիրքորոշումը պետք է հարգել։ Պարոն Վարդավանյան, այս ամենից հետո չեք կարծում, որ ամեն դեպքում սխալ էր մանդատները վերցնել գնել ազգային ժողով։ Այդ դուք մանդատ ունեք, բայց ձեր մանդատը ձեր ձեռքից խլում են, չեն էլ թողնում անգամ առաջին նիստի մասնակցեք։ Ինչն է։ Տեսնենք, կստացվի այդպես, թե ոչ, եկեք այդպես ձևակերպեմ։ Ես էլ կարող եմ ձեզ կատարեմ պնդում, որ իրենց փութաջանությունները դրսևորելով էլ մենք էլ մեր գործողությունները կկատարենք։ Ես կարող եմ, իդեպ նույն սահմանադրական դատարանի հետ կապված որ նշում եք, միանշանակ սահմանադրական արդարադատության որևէ նշույլ տեղի չունեցավ։ Ունենք իհարկե ֆիզիկապես սահմանադրական դատարան, բայց եթե դուք այդ որոշումը ուսումնասիրեք, սահմանադրական դատարանը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կարելի է նշել, առնվազն 2015-ի սահմանադրական բարեփոխումներին հաջորդող ժամանակահատվածում այնպիսի ընտրախախտումների վերաբերյալ արձանագրումներ են կատարվել, որոնք բավարար էին նոր ընտրությունների կամ երկրորդ փուլի նշանակման համար, սկսած վարչական ռեսուրսի չարաշահումից մինչև մի շարք այլ ընտրախախտումների, ընդհուպ մինչև դուք բոլորդ կարծես այդ հարցը հաճախ հնչեցնում եք, չէ՞, հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունների մասին։ Պարզվեց ըստ սահմանադրական դատարանի ամբողջ նախընտրական քարոզարշավին այդ ձայնագրությունների հրապարակումը եղել է ընտրական խախտում։ Պատկերացրեք, դա գրել է սահմանադրական դատարանը։ Չնայած նրան, որ օրինակ արդարադատության նախարարն էլ փութաջանորեն հակառակի վերաբերյալ պնդում էր կատարում։ Գիտեք, այդպիսի արձանագրումները իրենց իրավական ազդեցության տեսանկյունից, երբ մենք խոսում ենք ժողովրդավարության ճգնաժամի մասին, ազդեցություն բավարար չեն ունենում։ Բայց ի վերջո ժողովրդավարության ճգնաժամը հավերժ չէ եւ որևէ մի իշխանություն էլ հավերժ չէ։ Ավետիս Առաքելյանը վերցնելու է մանդատը։ Ես կարծում եմ դուք տվյալը պետք է որ ունենալուց լինեք, որ 2026 թվականի հուլիսի 20-ի մինչև ժամը 18:00-ն ինքնաբացարկներ ներկայացնելու ժամկետներ։ Մինչև 18:00-ն մեր գործընկերը ներկայացրել էր ինքնաբացարկի դիմաց։ Կապված մանդատները չվերցնելու հետ ձեր թիմում կան տարաձայնություններ։ Մեր թիմում երբևէ տարաձայնություններ չեն եղել, մեր թիմում միշտ եղել են քննարկումներ, կարծիքների փոխանակում, բայց միշտ որոշումներում ունենք
կուռ թիմ, իդեպ, որը շատ դրական հանգամանք եմ նշում եւ կարծում եմ նաեւ դրա հենց ակնկալիքը մեր հանրությունը եւս ունի, այդ առումով դուք կտեսնեք ազգային ժողովում որակապես մի նոր իրավիճակ, նոր գործունեության մոդել եւ ամենակարևոր հանգամանքը, սիրելիներս, մանդատներ ստանձնելը, դա իսկապես պատասխանատվություն է նախ եւ առաջ մեր հանրության առջև։ Այդ որոշումը ինքնին դա մեր պատասխանատվությունն է մեր հանրության առջև, բայց Նարեկ Կարապետյանը, երբ հայտարարել էր մեր թիմի որոշման մասին, որ մենք մանդատները վերցնելու ենք, ստանձնելու ենք, նաև հենց հստակ նշում էր, չէ, որ այդ ամենը ի վերջո քաղաքական հետապնդումների, ռեպրեսիաների մի ճանապարհ է, այլ ոչ թե ինչ-որ մի դրականին միտված մի իրավիճակ է։ Նարեկ Կարապետյանի նշված խոսքերի վերաբերյալ իրականության արտացոլումը տեսնում ենք այսօր ժամը 17:00-ին սպասվող նիստին։ Անակնկալներ իհարկե ԿՀ-ից չեմ սպասում։ Որը անտեսել է 60,000 քաղաքացիները։ Շատ հետաքրքիր հանգամանք եք նշում, առնվազն անտեսող քայլ 1 կատարողը այս կառույցն է։ Քայլ 2 կատարողը Բաղրամյանի վրա գտնվող Սահմանադրական դատարանն է։ Ինքնին ազգային ժողովը անտեսողը չէր կարող լինել։ Այլ հարց, որ Հայաստանում կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է իր պարտականությունները կատարի, Սահմանադրական դատարանը իր պարտականությունները։ Մի բանում վստահ եղեք, այնինչ տեղի ունեցավ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Բարգավաճ Հայաստան կուսակցության նկատմամբ եւ մեր հայրենակիցների շուրջ 60,000 մեր հայրենակիցների կողմից տրված ձայների նկատմամբ պատասխանատվությունը անխուսափելի լինելու է։ Դա այնպիսի մի երևույթ է, որ չի կարող ջնջվել։ Դա այլևս փաստ է։ Եվ ես վստահ եմ ԿՀ համապատասխան անդամներն էլ այդ պատկերացում ունեն։ Ուղղակի նախկինում գրեթե նմանօրինակ դեպքեր եղել են եւ որևէ պատասխանատվություն ենթադրող քայլ, արարք, որևէ մեկը իշխանության կողմից, որ պատասխանատվությունը չի կրել։ Մենք ուզում ենք հասկանալ այդ համոզմունքը, ձեր թիմի լավատեսությունը, ի վերջո մի օր հատելու է, թե չէ։ Ի վերջո ստացվում է, որ գնալու եք եւ ընդդիմություն, ինչպես շատ հաճախ ասում են, աշխատեք Նիկոլ Փաշինյանի մոտ։ Այդ ձևակերպման հետ կտրականապես համաձայն չեմ, դա արհեստական շրջանառության մեջ դրված ձևակերպում է։ Մենք ստացել ենք մեր հայրենակիցների 100,000-ավոր մեր հայրենակիցների վստահության քվեն եւ մենք պետք է պատասխանատվություն ստանձնեինք այդ քվեն իրացնելու, մանդատներ վերցնելու ձևով կամ որոշակի իմաստով պատասխանատվությունից խուսափելու ձևով։ Երկուսն էլ կարող էին ունենալ կյանքի իրավունք, այո։ Մեր քաղաքական թիմի որոշումը եղել է այդ պատասխանատվությունը ստանձնել։ Դրա որոշակի իմաստով, այո, ավելին միջազգային փորձում դուք տեսել եք, թե ընդհանրապես մանդատ չվերցնելը ինչ իրավական հետևանքներ է առաջացրել։ Այն է, իրավական հետևանքներ չի առաջացրել։ Միաժամանակ դուք վստահ եղեք այն գործունեությունը, որը իրականացվելու է, այն դժվարությունները, որոնք հաղթահարվելու են, հաճելիորեն շատերին զարմացնելու են։ Նարեկ Կարապետյանը լինելու է, գալու է այսօրվա նիստին ներկա լինելու է։ Դա այսօրվա կենտրոնական ընտրական հանձնաժողովում նիստին ներկայությունը Նարեկ Կարապետյանի բնավ պարտադիր չէ։ Նարեկ Կարապետյանի դիրքորոշումն էլ կարծում եմ նաև լրացուցիչ հնարավորություն կլինի, որ դուք էլ դրա մասին իմանաք, առնվազն կրկին ուզում եմ հստակ արձանագրել։ Ունենք գործ абսուրդի, իրավունքի նկատմամբ ծաղրի, վրեժխնդրության, քաղաքական թատրոնի, Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը միջամտելու։ Իդեպ ժամանակագրությունն էլ է շատ հետաքրքիր։ Նարեկ Կարապետյանը նախաձեռնում է մարզային այցեր, ունենում է հանդիպումներ մեր հայրենակիցների հետ, հենց իդեպ նույն մանդատները ստանձնելու, այդ պատասխանատվությունը վերցնելու որոշմանը հաջորդող ժամանակահատվածում իդեպ որևէ մի բացասական արձագանք էլ դրա վերաբերյալ մեր հայրենակիցներից չի լինում, հակառակը պահանջատիրությունն է ընդգծվում եւ դրան հաջորդում է դատախազության կողմից միջնորդության ներկայացում ԿՀ այն տրամաբանությամբ ոնց եղել է նախկինում, երբ նույն այս կառույցը վերադարձրել էր նշված միջնորդությունը։ Վարդանյան ձեռնացուցակի 10-րդ համար Հայկ Սուքյասյանը տնային կալանքի տակ է, բայց ինչքանով գիտենք վանդատը վերցրել է։
Պետք է ազատ արձակե նրան։ Եվս պետք է ազատ արձակվի տնային կալանքից, ելնելով նրանից, որ այսօր 15:00-ին մեկնարկող նիստի պայմաններում նշված հարցը սպառված է լինելու։ Սահմանադրական դատարանի որոշումը սևը սպիտակով գրված է, որ ազգային ժողովի падգամավորի կարգավիճակ ձեռք բերող անձը, ով մինչ այդ կարգավիճակ ձեռք բերել է, եղել է անազատության մեջ, կարգավիճակ ձեռք բերելու պայծ սկսած չի կարող լինել անազատության մեջ, բացառությամբ սահմանադրության նախատեսված մեկ բացառիկ իհարկե, բայց պարոն Ղազինյանի դեպքում դատախազության կողմից ապահովվեց անհնարինը։ Իրավունքի օրենքի տեսանկյունից անհնարինը, որովհետև նման բան կանխատեսել իսկապես ինչքան էլ ես նման պատկերացում ունեի եւ դրա վերաբերյալ որոշ գործողություններ էլ ձեռնարկվել էին, բայց դատախազությունը արդեն քրեական բարույթը փոխանցել է դատարան։ Դատախազությունը ինքը այլևս լիազորություն խափաման միջոցը վերացնելու ֆորմալ առումով չունի։ Հենց դրա համար էլ արվել։ Ակնհայտ եմ այդ միտումը տեսնում։ Ակնհայտ։ Բայց մի իրավական հարց, եթե գործը դատարանում է, բայց պարոն Ղազարյանը շարունակում արդեն անձեռնամխելիություն ունի, այս դեպքում դատարանը արդյոք իրավասու չէ ինքը դա անի։ Շատ ճիշտ եք, պարզապես հիմա էլ բախվելու ենք մեկ այլ տեխնիկական խնդրի, որի վերաբերյալ եւս միջոցներ ձեռնարկելու ենք։ Պետք է տեղի ունենա գործի մակագրում դատավորի, բայց նաև գտնում ենք, որ հենց այս բացառիկ իրավիճակներում է, որ դատարանի նախագահը ինքը կարող է խափաման միջոցի արծի վերաբերյալ նիստ նշանակել։ Հետևաբար ամփոփելով խոսքս ուզում եմ հստակ նշել։ Մեր գործընկերներից Դավիթ Ղազինյան, Հայկը Սուքյասյան միանշանակ 15:00-ին հաջորդող ժամանակահատվածում падգամավորի կարգավիճակ ձեռք բերելու, որը տրվում է ԿՀ որոշմամբ, պետք է լինեն ազատության մեջ։ Սա ոչ թե ես եմ ասում, սա ասում է Սահմանադրական դատարանը։ Այստեղ Սահմանադրական դատարանը իր որոշման ոչ թե նշում է падգամավորի լիազորությունների ստանձնում, այլ ասում է падգամավորի կարգավիճակի ձեռք բերում։ Նույնը նաև իհարկե Նարեկ Կարապետյանի վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովը падգամավորի մանդատ տրամադրելու որոշմանը հաջորդող ժամանակահատվածում չի կարող հանդիսանալ այլևս այն մարմինը, որը կարող է քննարկման առարկա դարձնել անձեռնմխելիության հետ կապված հարց։ Այն մոտեցումը, որ հենց ԿՀ-ին է տրվել այդ քննարկումը հարցի, այսինքն դա իրավունքից դուրս է իդեպ։ Հենց ամբողջ խնդիրը ինչումն է, որ դա իրավունքից դուրս է։ Բայց մենք վերջին շրջանում իրավունքից դուրս երևույթներ հաճախ ենք տեսնում, այլ հարց, որ այդ իրավունքից դուրս երևույթները հաղթահարելով գնալու ենք առաջ։ Իդեպ, եթե դուք նայեք, թե այս ժամանակահատվածում համանման ինչ իրավիճակներ եւս հաղթահարվել են, համոզված եք, սա եւս հաղթահարվել է։ Վարդապետյան Սամվել Կարապետյանն ասում էր, որ ինքը պատրաստ չէ ընդդիմադիր լիդեր լինել եւ փաստորեն ստացվում է այդ հայտարարությունից հետո դուք գնում եք խորհրդարան որպես ընդդիմություն։ Սրանք հակասության մեջ չեն իրար։ Հակասություններ չեմ տեսնում, վստահ եմ դուք առիթը կունենաք նաեւ պարոն Կարապետյանին նշվածի վերաբերյալ հարց տալու։ Պարոն Կարապետյանն էլ կարծում եմ այս ժամանակահատվածում առավել քան հստակ սպառիչ պատասխանները տվել է։ Գործընկերն ընդդիմության լիդեր է այս պահին։ Վերջին հարցը, եթե կարելի։ Էլի կարող եք ասել Նարեկ Կարապետյանի, գիտեմ խոսել եք, բայց ինչ գործով է եւ երկու միջնորդություն է, հա, կալանք եւ մեղադրանքի առաջ։ Որքանով որ տեղեկացել ենք, այո, երկու միջնորդությունը ինչին է վերաբերում, պատկերացում չունենք, վստահաբար կարող եմ պնդումը կատարել, իրավունքի, իրականության, օբյեկտիվության հետ զրո առնչություն ունեցող հանգամանք պետք է լինի։ Ինքս ոչ միայն պարզապես Նարեկ Կարապետյանի գործընկերն եմ հանդիսանում, ոչ միայն Նարեկ Կարապետյանը առաջնորդում է Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակը, ոչ միայն միասին հանդիսանում են կուսակցության խորհրդի անդամներ, այլ նաև անձնապես ճանաչելով կարող եմ հստակ ասել, օբյեկտիվ իրականության մեջ չկա մի երևույթ, որը կարող էր հանդիսանալ անձի նկատմամբ քրեական հետապնդման հանգամանք քննարկելու։ Նարեկ Կարապետյանի դեպքում մենք գործ պետք է ունենանք բացառապես մեկ հանգամանքի հետ, քաղաքական հետապնդում, քաղաքական պատվեր, վրեժխնդրություն նման ոչ իրավական կատեգորիաների հետ։ Նարեկ Կարապետյանը լինելու առաջկա ժամանի կալանավայրը։ Եկեք իրադարձություններից առաջ չընկնենք։ Պարոն Վարդապետյան, կներկայացնենք 17:00-ին նիստն է, երբ են ներկայացրել, հիմա կդժվարանամ ասել, վստահ եմ օրերը։ որ ասում եք, որ բացարձակ Բայց ձեր վերջին ինչի մասին է խոսքը քրեական գործը։ Այսինքն ստացվում է ինքը այս ընթացքում նաև չի կանչվել որևէ նախաքննական մարմին, որևէ մի գործողություն չի եղել, ավելին։ Ուզում եմ այս հանգամանքն էլ, հա, հստակ նշել, դրանով որոշակի պատկերացում նաև հուշեմ մեր գործընկերներին, որ պատկերացնեն, թե ընդհանրապես մեր թիմի ձևը որն է։ Դավիթ Ղազինյանը տեղեկացված էր, որ իր նկատմամբ միջնորդություն կա, եւ այդ միջնորդությունը քննվել է 10 օր հետո, հա։
Այդ ժամանակահատվածում Դավիթ Ղազենյանի նկատմամբ քրեական բարույց չկար, սահմանափակում չկար, կարող էր օրինակ Հայաստանի Հանրապետությունը լքեց, թե դրա փոխարեն ինքնակամ գնաց ներկայացավ։ Նարեկ Կարապետյանի դեպքում բոլորս միասին լսել ենք, թե ինչպես էր ներկայացվել միջնորդություն, որը ԿԸՀ-ի կողմից վերադարձվեց։ Ինչ արեց Նարեկ Կարապետյանը, որևէ մի իրենից գործողություն, որը դատավարական իմաստով կարող է լինել ոչ պատշաճ վարքագծի տեսանկյունից, տեսել եք, լսել եք, ոչ, բայց սա է Հայաստանի Հանրապետությունում իրականությունը։ Պարոն Վարդևանյան, ընտրություններից հետո Սամվել Կարապետյանը նշել է, որ ինքը երկու խոշոր փաթեթային ծրագրով ներդրումներ է կատարելու Հայաստանում եւ նաեւ ասել է, որ ինքը կարող է համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ, որպեսզի հայկական գյուղմթերքը արտահանվի ռուսական շուկա։ Պարոն Կարապետյանը իր մտահոգությունը նաեւ դուք հաշվի առեք, երբ մենք խոսում ենք Սամվել Կարապետյանի ազգային բարերար լինելու մասին, մենք խոսում ենք ընդհանրապես մարդու թե կենսագրության, թե ընդհանրապես իր մոտեցումների մասին։ Այո, Սամվել Կարապետյանի մտահոգությունները, նաև ապրումակցումը հենց նույնիսկ հանգեցրել էր նրան, որ նման հայտարարություն արել էր, նման պատրաստակամություն ընդգծել էր։ Մնացած հարցերի հետ կապված Այսինքն ես անկեղծորեն եմ ասում, նման վարկած կամ նման տարբերակ դիտարկելու նույնիսկ ողջամիտ հնարավորությունը չեմ տեսնում։ Դուք մի բան հաշվի առեք։ Սամվել Կարապետյանը, եթե պարզապես կես քայլ նահանջ կատարեր հեռավոր դեռ 400 օր առաջ, վերջինս ոչ թե 1 ժամ կլիներ խափաման միջոցի ինտենսիվության պայմաններում, այլ որևէ մի այս ամբողջ ռեպրեսիաներից, նույն որի շրջանակներում այսօր նաև Նարեկ Կարապետյանի վերաբերյալ կա այս միջնորդությունը չէր լինելու։ Իսկ Սամվել Կարապետյանը փոխարեն արդեն 400 օր է ինչ կալանավորված է, Հայաստանում կան այսօր բազմաթիվ նաև այլ քաղբանտարկյալներ, որոնք պարզապես խոսում են, որ նման ձեր հարցադրման նույնիսկ նվազագույն իրականության հետ առնչություն չի կարող լինել, բայց առիթից օգտվելով ուզում եմ պարզապես նաև ազատություն մաղթել բոլոր քաղբանտարկյալներին, շնորհակալ եմ։